Մայիսի 4-ի առավոտյան 10-ից 11 տնկած ժամանակահատվածում Ծաղկաձոր խոշորացված համայնքի Մարմարիկ գյուղում նախնական վարկածի համաձայն գետ տնկած 2 տարեկան Տիգրանին արդեն 4-րդ օրն է չի հաջողվում գտնել։ Այսօր փրկարարական ջոկատները կրկին վաղ առավոտից մեկնարկել են որոնողափրկարարական աշխատանքները Մարմարիկ գետի երկայնքով։ Հարկ է նշել, որ փոքրիկի ծնողները հակված չեն հավատալու գետն ընկնելու վարկածին եւ կարծում են, որ երեխային գողացել են։ Այս անորոշ վիճակից օգտվելով որոշ անձինք անծանոթ համարներից զանգահարում են ծնողներին, պապիկին եւ պնդում, որ երեխան իրենց մոտ է։ Արմլուրի տեղեկություններով այս 4 օրերի ընթացքում ընտանիքը ստացել է տարբեր զանգեր, որ երեխան արտաշատում է, մարգարայում է։ Զանգողների մոտ է, երբ ծնողները խնդրել են նկար ուղարկել, զանգահարողն ասել է՝ արդեն փախավ, երեխան չհասցրինք բռնել։ Ավելին, ինչ որ անձինք զանգել եւ ասել են ձեր երեխային 2 ժամից կբերենք գյուղ մտնող կամուրջի մոտ, սակայն 2 ժամ անց ոչինչ էլ չի եղել։ Ծնողները սարսափելի վիճակում են եւ նրանց այս իրավիճակից օգտվողները շատ են։ Արմլուրի հետ զրույցում Մարմարիկի համայնքապետ Արթուր Քարամյանը հայտնել է, որ այո, եղել են նման զանգեր, հոգեկան խնդիրներ ունեցող անձինք են եղել, իսկ շատերը զանգահարել են սրտացավությունից ելնելով։ Անբերեխիղճ մարդկանց զանգերը, այդ թվում օտարերկրյա հեռախոսահամարներով ստեղծել են վախի եւ տագնապի մթնոլորտ։ Քարամյանը Արմլուրի հետ զրույցում նշեց, որ այժմ փրկարար ջոկատներից բացի կամավորական այլ ջոկատներ եւս եկել են եւ ամբողջ գետի երկայնքով ինտենսիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։